Եվ ուրեմն օգտագործելով կատալոգները, որտեղ տրված էր 5000 տարի մինչև մեր թվարկությունը եւ զանից մեր թվարկության ժամանակ եղած պայծառ աստղերի կոորդինատները կարելի է որոշել, թե եթե որոշենք, թե այն կետը, որտեղից որ հորիզոնի վրա, որտեղ հատվում է այդ սեղանը, որի մեջ աստղերն էին նշված, այդ կետը ինչպիսի կոորդինատներ ունի, նրա հորիզոնտալ կոորդինատները, եթե ես հաշվի առնեի, կարող է հետագայում անցնել նրա մյուս տիպի էկվատորիալ, այսպես կոչված կոորդինատների, որը տրված էր այդ կատալոգի մեջ, ես կարող էի որոշել, թե ինչպիսի պայծառ աստղեր երբևիցե այդտեղից ծագել են։ Եվ հաշվումները ցույց տվեց, որ այդտեղից տարբեր էպոխաներում, տարբեր հազարամյակներում ծագել են, այսինքն ունեն նույն կոորդինատը, հակումը 4 աստղ, որոնց վրա կարելի է ուշադրություն դարձնել։ Եվ այդ 4 աստղից, այդ 4 աստղը մեկը անտարիսներ, մեկը ռիգելներ, մեկը մեծ շան բետա աստղներ եւ ամենակարևորը դրանց մեջ էր Սիրիուսը, հյուսիսային մեր երկրակամարի ամենապայծառ աստղը։ Ուրեմն պարզը, որ եթե 4 աստղ այդտեղից ծագել է երբևիցե, ուրեմն այդ Սիրիուսն է մեծ հավանականությամբ, ես նորից կրկնում եմ, պետք է գիտությանը միշտ զգուշությամբ մոտենալ, որի վրա մեծամորի բնակիչները ուշադրություն են դարձրել։ Եվ ուրեմն դուրս է գալի, որ միջինում 2600 տարի մեր թվարկությունից առաջ, այսինքն մոտավորապես 4,500 տարի առաջ, Սիրիուսի տեղացիները կարող էին առավոտյան ժամը 4-ին, ավելի ճիշտ ես հաշվել եմ, առաջի անգամ տեսնեին, երբ որ արևը ծագում է, առաջի անգամ նա կարող էր այդ արևի ճառագայթների մեջ երևալ։ Դա այն ծագումն է, երբ որ մարդը առաջի անգամ դիտողը կարող է տեսնել արեգակի ճառագայթումների մեջ Սիրիուսի առաջի երևալը։ Տեսեք ինչի է դա կարևոր։ Այդ առաջի երևալը դեռ հին եգիպտացիները օգտագործում էին իրենց օրացույցի սկզբնյա օրը, որ դրանով տարին սկսվում էր։ Ուրեմն մեծամորի ապրողները կարող էին նույնպես օգտագործել առաջի երևալը որպես նրանց տարվա սկիզբը։ Տեսնեք ինչ կարևոր ստացվեց, ինչ հետաքրքիր եւ կարևոր տվյալ, որ ուրեմն ոչ միայն հին եգիպտացիները, նաեւ հին տեղացիները, հին հայերը, ասենք հին հայերը, առաջի անգամ կարող էին դիտել եւ իրենց տարվա սկիզբը ունենալ։ Չորս անգամ կրկնվում է այդ նշանը։ Դա կամ, ինչպես եգիպտացիները մեծարելու համար մի ինչ-որ մեծություն 4 անգամ կրկնում էին այդպիսի կարտուշների քառակուսի մեջ, կամ կարող է նաև կապված լինել նրանով, որ 365 օր էին նրանք իրենց տարին ընդունում եւ ամեն 4 տարի նրանք պետք է Սիրիուսի առաջի ծագումը մի օրով հետաձգեին եւ դա կարող է պատահի այդպես նաև արել են հայերը։ Ինքը մեծամորի այդ ամբողջ քաղաքակրթությունը դա ոչ միայն երրորդ հազարամյակով է, հիմա Էվան Խանզատյանը ցույց է տալիս, որ դա ավելի հին է, 5-րդ հազարամյակը մինչև հասնող, իսկ աստղագիտությունը նույնպես ապացուցեց անկախ մեթոդով, ձևով, որ երրորդ հազարամյակում մեր թվարկությունից առաջ այդտեղ իսկապես արդեն քաղաքակրթություն է եղել, աստղագիտություն է եղել։ Նորություն չի լինի, եթե ես ասեմ,
որ եւ մեր երկրում եւ երկրից դուրս շատ լավ հայտնի է, որ մեծամորը այնպիսի մի քաղաքակրթություն է, որ իր մեջ եւ մետալուրգիա է, հնագույն Հայաստանի մետալուրգիան է բարձրացրել, ցույց է տվել, որ մենք 3-4 հազարամյակում ունեցել ենք մետալուրգիա, ունեցել ենք այնպիսի հնագիտություն, որը կարող է մրցել եւ մրցում է հին Բաբելոնի, Եգիպտոսի հնագիտության հետ, նրանց հուշարձանների հետ, եւ դրան ավելացավ մեծամորի աստղադիտարանը, որը ցույց տվեց, որ հին հայերը ունեն իրենց որոշակի տեղը հնագույն միջազգային հնագույն աստղագիտության պատմության մեջ։ Եվ ուրեմն մի տարի հետո Պրագայի այդ մեծ հավաքում հին աստղագիտության վերաբերվող այդ գիտաժողովի ժամանակ իմ զեկուցումից հետո ելույթ ունեցավ հայտնի հնագիտության պատմության մասնագետ Ուինֆրիդ Պետրին, որը ինձ մի հետաքրքիր հարց տվեց, ասեց, որ ես հիմա գրաբարից թարգմանում եմ Եզնիկ Կողբացու աշխատանքը։ Դուք ինձ կարող եք հիմա, ես գիտեմ Սիրակացու աշխատանքները, կարող եք ապացուցեք, որ մեծամորը դա հայերին է պատկանում։ Ես միայն կարողացա ասել այն բանը, որ Հայաստանը իր պատմության ընթացքում այնքան է կռիվներ տեսել, պատերազմներ տեսել, որ ես հավատում եմ, որ եթե մենք պեղեինք ամբողջ Հայաստանը, պատմական Հայաստանը, այդ անընդմեջ մեջ կապը կգտնեինք։ Բայց այսօրվա օրով ես իհարկե այդ հարցին կարող եմ միայն ասել, որ ամենայն դեպս բոլոր պատմական փաստերը ցույց են տալի, որ այդ ժամանակաշրջանում էլ երկրորդ հազարամյակում էլ հայերի մասին տվյալներ եղել են։ Եվ դրանից հետո հենց նույն Պրագայում հանդիպեցի մեծագույն գիտնականին, նույնպես որը եւ ժամանակակից աստղաֆիզիկայի մասնագետ է եւ հնագույն, որը վերծանել է Stonehenge-ը, շատ հայտնի Ջերալդ Հոփքինսին, որին ցույց տվեցի, ծանոթացա եւ նա հերագիր տվեց Համբարձումյանին եւ այդ հերագիրը մի սքանչելի փաստաթուղթ է, որտեղ նա ասում է, որ ես հավատացած եմ, որ Stonehenge-ը միակը չէ, որ պետք կարելի է Հայաստանում գտնել այդպիսի հին աստղագիտության հետ կապված տվյալներ։ Եվ երբ որ ես առաջի անգամ ակադեմիկոս Համբարձումյանին պատմեցի արդյունքների մասին, նա ինքը եկավ եւ տեսավ այդ հուշարձանը եւ շատ մեծ գնահատական տվեց, որտեղ համարում էր, որ դա մի նոր էջ է Հայաստանի հնագույն պատմության մեջ։